Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկելիս մենք արդեն նշել ենք, որ այս առաջարկով այս ամբողջական լուծում չի հանդիսանում իրենից եւ կարող է նոր հարցեր առաջացնել եւ ուզում եմ հատկապես այն մասը ընդգծել, որ ազգային ժողովի կանոնակարգով էլ սահմանված է, որ հանձնաժողովի թիվը եւ կազմը ձևավորվում է խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ եւ սա նշանակում է, որ նման հանձնաժողովը պարզապես գործունակ չի լինի, քանի որ ամեն դեպքում լինելու է մեծամասնության հանձնաժողով եւ բացի այդ էլ այս գործընթացը եթե սկսենք այն կարծես անընդհատ բաց շղթա է լինելու, ինչի արդյունքում միշտ մեծամասնությունը ունենալու է ավելի մեծ հնարավորություններ եւ անհավասար պայմաններ է ստեղծվելու։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշել ենք, մենք հիմա էլ նախաձեռնել ենք էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծելու գործընթաց եւ մենք այս հարցը քննարկել ենք համատեղ ձևաչափով, որպեսզի անդրադառնանք հանձնաժողովի պարիտային հիմունքներով ձևավորմանը, գործունեության չափանիշներին եւ կանոնակարգին։ Ուստի համոզված եմ, որ այժմ առաջարկվող ժամանակավոր հանձնաժողովը չի լուծի այս խնդիրը, այլ կարող է ստվերել այն աշխատանքը, որ ուղղված է կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողովի ստեղծմանը։ Մեր նպատակը պետք է լինի ստեղծել մշտական գործող ինստիտուցիոնալ հանձնաժողով, որը կուսակցական պատկանելությունից անկախ կկարողանա օբյեկտիվ արդար մոտեցում ցուցաբերել պատգամավորի էթիկայի հետ կապված հարցերին։ Գործող կարգավորումները դուք էլ լավ գիտեք, որ ունի լրջագույն բացեր, ունի սուբյեկտիվության մեծ ռիսկ եւ ես կարծում եմ այս պարագայում այդ սուբյեկտիվությունը ամեն դեպքում ակնհայտ է, այն որ միևնույն ժամանակ հանձնաժողովի նիստին դեմ ենք արտահայտվել, բայց էլի կանոնակարգ օրենքը օգտագործվելով այսօր էլի լիագումար նիստերում այս հարցը քննարկվում է, կարծում եմ նախաձեռնողների կողմից ամեն դեպքում այս հարցի որոշակի լուծում իրենք այս ճանապարհով ստանում են, բայց միևնույն ժամանակ պետք է նշենք, որ մենք ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը դեմ ենք եւ կոչ ենք անում կենտրոնանալ մշտական, օրենսդրորեն նորմագրված եւ ինստիտուցիոնալ հանձնաժողովի ձևավորելու վրա բոլորի մասնակցությամբ եւ վստահությամբ։